Փառք Աստծուն այսօրվա համար, որ նորից հնարավորություն եղավ գանք նրա առջև։ Ընդհանրապես մենք երբ որ գալիս ենք ժողովի, ասենք օրինակ ես ժողովի, հետաքրքիր է ինչ մտքով են գալիս, ինչ ենք ուզում։ Առաջին դարում երբ որ Հիսուսը խոսում էր, ժողովուրդ հավաքում էր, հիշում եք։ Ինչու են գալիս ժողովուրդը, գիշեք, ոմանք գալիս են բժշկվելու, ոմանք գալիս են լսելու, այո, լսողները երբեք չէին ասում, Տեր Հիսուս, կլինի որ դու մի հատ մեծ սրտով էս ինչ բանի մասին խոսես, ես բան հիշում եք, թե չէ, բայց այս օրին զարմանալի է, մի բան, որ մարդիկ, որ գալիս են ժողովի, կարծես թե ուզում են մտքով կամ սրտով առաջնորդեն Աստծուն կամ Հիսուսին, որպեսզի Հիսուսը իրենց սրտի ուզածը խոսի։ Սա արդեն հավատք չի, սա աստվածապաշտություն չի։ Մարդիկ չէին առաջնորդում Հիսուսին, որ Հիսուսը խոսի իրենց ուզածը, այլ Հիսուսն էր խոսում, ինչ որ ինչպես ինքն ասում, ինչպես որ ասում էր Հայրը ինձ տվել է։ Դա անգամ Հիսուսը ասում է ես ինձանից չեմ խոսում, ասենք իմ ուզածը չեմ խոսում, այլ այն եմ խոսում, ինչ որ ինչի համար ուղարկված եմ։ Նմանապես այսօր պետք է մենք դինենք այդպիսին, որ մենք ոչ թե գանք, որպեսզի մեր ուզածը լսենք, այլ մենք գալիս ենք տեսնենք ինչ է ասելու Աստված։ Ինչ է դրել մարդկանց տակտում, որ խոսեն մեզ հետ։ Ինչու եմ ասում, իհարկե, երբ որ օրինակ ասենք մարդը սխալվում է, ընտանիքի անդամը, լսողը եթե գիտի ճիշտ պատասխան, նա ուղղում է, ասում է, այդպես չի, այսպես է այս հարցը։ Նմանապես մեկ է լսում ես, տեսնում ես ժողովի եկողներից շատերը ասում են, այսօր ես եկել եմ խաղվելու, հանգստանալու, լավ բաներ լսելու, ես չեմ եկել, որ օրինակ խիստ բաներ լսեմ, խիստ բաներ խոսվի, կամ մեկը բարկացած խոսի, կամ մեկը նման ուրիշ բան խոսի, արդեն այս մարդը Աստծուն չի հավատում, ինքը իր սրտին է հավատում, ուզում է գա իր սրտը հանգստացնի, ոչ թե լսի թե Աստված իրեն ինչ է ասում։ Երբ որ մարգարեն ուղարկում էր Իսրայելի ժողովրդի մոտ, այդ ժողովուրդը չէր որոշում, թե մարգարեն իրենց ինչ պիտի ասի։ Կար նաև նման վիճակ, որ Աստված խիստ հանդիմանում էր, ասում էր, այս ժողովուրդը ասում է մեզ հետ մեր ուզածը խոսի, փափուկ բաներ խոսի, խիստ բաներ մի խոսի, մեզ մի հանդիմանի, մեր մեղքերի մասին մի խոսի, գովա մեզ, ասա դուք լավն եք, դուք էս եք, են եք, խոստումներ ունեք, բարիք ունեք Աստծո կողմից, ասիկն սա չեղավ Աստծո թագավորություն, թագավորը ինքը պետք է որոշի ինչ պետք է ասի, ոչ թե ժողովուրդը, այն մեղանչական ժողովուրդը առաջնորդի միտք տա Աստծուն, իբր թե Աստված իրենց հետ ինչ պիտի խոսի, այդպես չի ժողովուրդը, հիմա մենք ուշադիր լինենք։ Մեկ երկու հատված եմ ընտրել, որպեսզի խոսեն, Ֆիլիպեցիների 3-րդ գլուխ 7-ից 11-րդ խոսքերն եմ կարդում, մինչև 7-րդ խոսքը, որպեսզի երկար չլներ, դրա համար 7-ից եմ ընտրել, ասենք Պողոսը խոսում է իր հաջողությունների մասին, որ ձեռք է բերել։ Երիտասարդ ժամանակ անգամ շատ առաջադեմ մեկն է եղել, անգամ իր ընկերներից, տարիքավորներից ավելի։ Բայց ասում այդ ամենը վնաս եմ համարում, հիմա կարծում եմ, բայց ինչ որ ինձ համար շահեր, այն վնաս համարացի Քրիստոսի համար։ Այսինքն հետո ցույց է տալիս Քրիստոսին ունենալու համար ես վնաս համարեցի այն բոլոր շահերս։ Եվ հենց ամեն բան վնաս եմ համարում
իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար։ Հետո սա հայտնություն է, ժողովուրդ ջան, կարող լսենք, անցնենք, բայց այդ ամեն հաջողությունները, որ այսինքն հրեական այդ նիստուկացի մեջ կար թլպատություն կամ իսրայելցի կոչվել, ինչ-որ ծառայություններ ունենալ, այդ ամենը ունեի, կրթված էր, ամենալավ ուսուցիչի մոտ, գամաղելի մոտ, բայց ասма վնաս եմ համարում Քրիստոսի գերազանց գիտությունը շահելու համար, այսինքն եթե ես այդ բաները բռնեմ, մի բան կկորցնեմ, Քրիստոսի գերազանց գիտությունը կկորցնեմ, չեմ շահելու։ Մենք գիտենք, կարդացել ենք, բայց հաճախակի գիտեք ինչ, մարդը ինչ է անում, կարդում է և իր համար չի նայում, բա ես ինչ անեմ։ Բա ինչն է ինձ համար վնաս, որ ինձ կխանգարի Քրիստոսի գերազանց գիտությունը շահելու համար։ Ինչն է ինձ վնաս արդյոք։ Բայց շատ զարմանալի է մարդը, այսինքն դեպի վատը, որ կարդա, չկարդա, լսի, չլսի, ոչ էլ մտածում է, որ իրեն վերաբերող բան կա, այլ ինչպես որ եթե սխալ կյանք է սկսել, այդ սխալի մեջ շատ տեղեր հարատևում է մինչև կյանքի վերջ։ Օրինակ ասենք, այսպիսի մի բան էլի։ Քրիստոսին սպանեցին, ինչպես ասում է, նաև հարություն առավ, ինքը հաղթեց մահին։ Այո, մահը նրան չհաղթեց, ինքը հաղթեց մահին, այսինքն ազատեց ինքն իրեն մահից, Աստծո զորությամբ։ Եվ մարդիկ գրված է, չի ասում է, այդ որ հակառակ էին Քրիստոսին, փարիսեցիները, անգամ քահանաները, քահանապետերը, որովհետև ժամանակին հակառակում են Քրիստոսին, երբ որ լսեցին Քրիստոսը հարություն է առել, որովհետև իրենց զինվորներն էին հսկում գերեզմանը, որովհետև գնացին Պիղատոսի մոտ, Մուսակալի մոտ, ասես զինվորներ դիր թող հսկեն, ասես դուք ունեք պահապան զինվորներ, դրեք, այսինքն պետությունը նրանց պահապան զինվոր կարելի ասել թիկնապա զինվորներ էր դրել, գնացեք ձեր թիկնապաներին դրեք, դրեցին քիչ էր, պետական կնիքով էլ քարը կնքեցին, հենց որ ոչ մի բան չարվեր, միայն գային տեսնեն կնիքը քանդված է, դատ էր հասնում այդ զինվորներին։ Բայց մենք տեսնում ենք, որ 3-ից ավել էին զինվորները, մինիմում 4։ Որտեղ ասում է, ոմանք չի ասում մեկը, գնացին փարիսեցիների մոտ, ոմանց ուշքը գնաց ընկան ընդեղ, հրեշտակին որ տեսան, ոմանք է փախան գնացին փարիսեցիների մոտ, ասին, գիտեք Հիսուսը հարություն առավ, պահապանները, քարներ գլորված է, պեչատը քանդված է։ Սրանք փոխանակ ասել, լավ, ինչ արել ենք, չենք համոզվել, մտածել ենք, որ ինքը Աստծուց չի, բայց ես էլ մեկի խորհուրդ տա, եկեք խոնարհվենք Աստծո առաջ, վերջում հենց հարությունն է, դες բան չի ելել։ Խոնարհվենք, բայց չէ, հպարտության այդ որ ասում է պրինցիպը, հպարտության պտուղը, ասենք, երբ որ մենք քնած էինք, ասենք զինվորների սորցին ասում, ասենք երբ որ մենք քնած էինք, նրա աշակերտները եկան եւ գողացան։ Էնել որ աշակերտները, վախկոտ աշակերտները։ Մտեն իրենց դուրը վաղ դողդղալով դուրը փակել են ինչ էին բացում։ Թե մինչև երբ այդպես սոված պետք է մնան չես հասկանում։ Անգամ եկան ասին Հիսուս հարություն առել վախերմին դուրը բացեին։
Չէին հավատում, ասում էին կանայք են ռիսկ արել, իրանց միջի ռիսկորները կնանիք էին, էլի։ Եկել էին, տեսել էին։ Եվ ասում կարող աշկերտ այրված է, կամ էլ կարող ցնդել են, ինչ են ասում։ Ամենայն դեպս եւ այդ քանաների, հրյա քանաների այդ հպարտությունը ստիպեց իրենց ստեր հնարելու։ Ստեր հնարեցին, ինչի համար ասում մենք էլ նման բաների մեջ կանք։ Հնարեցին Հիսուսի անարգեցին նորից, հարությունից հետո էլ, սուտ, արդեն շատ բաներ ասվում է, հիմա էլ չեմ ասում, գիտեք, որ ասում են, մոլորեցնող է, խապեբայ է, բայց փաստը ցույց տվեց, հարությունը ամեն ինչի ապացույցներ, որ ինքը ճիշտ էր խոսում։ Այդ խոսքը փոխանցեցին իրենց սերունդներին, առաջին դար դու որտեղ, 21-րդ դար որտեղ։ 2000 տարուց, 2000 տարի, սենց հաշվենք, 2000 տարի, այդ սուտը սերունդ գալիս է, շատ քչերն են զղջացել, մի քիչ ուղղվել, այն էլ նորմալ չեն դզվում։ Այս պապական, այս քանայական, այս ստերը դրվեցին, այդ ժողովրդի մեջ, այդ ժողովրդին անվիրեցին մինչև այսօր։ Մերժեցին Տեր Հիսուսի հարությունը, Տեր Հիսուսի ով լինելը։ Դրա ասում գերազանց գիտությունը, մենք շարունակում է գիտության փոխարեն ասում ճանաչողությունը, մենք պետք է ճանաչենք Քրիստոսին։ Այսինքն ինչի համար է այս պատերազմը, ժողովուրդ ջան։ Ինչ է կատարվում։ 100,000-ավոր մարդիկ մեռան, միլիոններով իրենց տները քանդվեց փախստական դառան, քանի օրվա մեջ։ Միլիոններով, իրենց ունեցածը քամուն տվին։ Ինչի համար, հայտնի ասում են, իհարկե, հերթացող, ասենք մարգարեության մեջ Դանիելի ասում է կգա օր, վերջին օրերին, մշտնջենական զոհի հետ ամբարշտություն կանեն։ Կմերժվի մշտնջենական, ասենք հավի մշտական զոհը, ամենօրյա զոհը, Քրիստոսն է, որտև եթե մշտնջենական զոհ վերցնենք, 2000 տարի ըստ վերի, ըստ հին ուխտի, մի օր էլ չի ելել մշտնջենական զոհը։ Ինչ տաճարը քանդվել է, տաճարը 70 թվակության ու էլ զոհ չի արվել, որտև ըստ հին ուխտի որոշված էր, որ միայն մի տեղ պետք իրանք ունի մարդը երկրպագություն անի Աստծուն զոհով։ Դա Երուսաղեմի տաճարն էր։ Այդ տեղում պետք է երկրպագեին, եթե ուրիշ տեղ երկրպագեին, սա մեղք էր համարվում եւ Աստծուց պատիժ պետք է բերեր։ Մի օր երբ որ իսրայելցիները նոր էին գնացել այդ երկիրը, կես ապրում են Հորդանան գետի այս կողմը, կեսն էլ այն կողմը։ Այս Հորդանան գետի այն կողմինները վերցեցին, սեղաններ շինեցին քարից, ճիշտ այն սեղանների նմանությամբ, որտեղ որ կար Երուսաղեմի տաճարում։ Իսրայելցիները լսեցին, անգամ զինվորվեցին, մի հատ լուր գնացին բերեն եւ որոշեցին իրենց ազգի այդ ցեղերին կոտորեն։ Ինչու ասում են մեղք գործեցին, գնացին այդ սեղանը շիներ, զոհ են ուզում մատուցել։ Մենք որ գնացին, նրանք ասին, չէ, մենք զոհ պատուցելու համար չենք անում, որտեղ դա մեղք է։ Մենք ուղղակի կոպիան հանել ենք, որպեսզի վաղը ձեր սերունդները մեր սերունդներին չասեն, Աստված ձեզ մերժել է, որտեղ գետն էլ մեր մեջ դրել է որպես սահման։ Որպեսզի մենք ապացույց ունենանք, ահա այդ սեղանների ապացույցը, որ դա մերն է, այդ Երուսաղեմի սեղանները մերն են, մենք էլ իրանք ունենք այդ զոհ մատուցենք, եւ հանգստացան, ասեն հանկարծ բանը չանեք։ Այստեղ երկրպագությունը զոհ, որտեղ գրված է միայն մի տեղ է։ Սամարեցի կինը երբ որ հանդիպեց Հիսուսին, ասաց
Մեր հայրերը այս սարում երկրպագություն արին, Աբրահամը, Իսահակը, Հակոբը։ Իսկ հրեաներն ասում են, չէ, միայն Երուսաղեմն է երկրպագելու տեղը։ Հիսուս ասաց, ինչ ասաց, հիշում եք։ Պետք է որ հիշեք։ Այո, ով կին ճշմարիտ ասում է, որ օրեր կգան, ոչ այս սարում, ոչ էլ Երուսաղեմում, այլ ճշմարիտ երկրպագուները ասում պետք է երկրպագեն հոգով եւ ճշմարտությամբ։ Երուսաղեմի պաշտամունքը կհանվի, չի լինելու էլ։ Հիսուսն ասաց։ Եվ Հիսուսը մի օր էլ ասաց, երբ որ ասացին, տես ինչ սիրուն քարերով է սարքած, նախշերով, այսքոմ, ասաց, օր կգա քարը քարի վրա չի մնա, որ չքանդվի, տաճարը պետք է վերանա, վերջ։ Մեկ ուրիշ տեղ ասաց, քանդեք այս տաճարը եւ 3 օրում ես կվերականգնեմ։ Այսինքն իր մարմնի համար էր ասում։ Հիսուս իրեն ցույց տվեց որպես տաճար, նա է ոչ թե միայն այդպես։ Ասաց, այն քարը, որ շինողները անարգեցին, դա անկյունի գլուխ եղավ։ Որ ում վրա ընկնի պետք է ճզմի, որ նրա վրա ընկնի պետք է փշրվի։ Ինք իր համար ասաց, գրած է Մարգարեության մեջ, թղթերում գրած է, Տիրոջ տաճարը արդեն քարեղեն չի։ Տիրոջ տաճարը հոգևոր է։ Շիվում է հոգևոր տաճար, կենդանի քարերից, ինչպես գրքում գրած է, այսինքն մարդկանցից եկեղեցին է, կենդանի եկեղեցին է Տիրոջ տաճարը, ոչ թե քարեղեն։ Հիսուսը անկյունակարն է, որ շարվում է։ Այստեղ այնտեղ դնում են եւ դրանով է ուղղություն վերցնում եկեղեցու մնացած քարերի դրվել, այսինքն իր վարքը, նիստուկացը եւ այլ եւ այլ։ Նա է հիմքը, որտեղ ասում ուրիշ մեկը չի կարող նոր հիմք դնել, որտեղ մեկ հիմք կա դրված, այն էլ ինքը Քրիստոսն է։ Քրիստոսը մեր երկերում էլ չէ, լսում եք, ինքը եւ հիմքն է, եւ անկյունակար է, եւ տաճարի գլուխն է։ Եկեղեցու գլուխը։ Ուշադրություն դարձեք։ Հին ուխտը, որ Մովսեսի միջոցով Աստված է, սա ստվերն է, Աստված էր ասել, օրինակն է, ճշմարիտ երկրպագության տեղը հետո կբացահայտվի։ Խնդրում եմ ուշադրել եք։ Այս գիտությունը չունենալու համար այսօր միլիարդավոր վնասներ կա, միլիարդավոր ունեցվածք, ասենք տոնաների չգիտեմ ինչ փողի անուն տամ վնաս քաշեցին գիտություն չունենալու համար, Քրիստոս չճանաչելու համար, 100,000-ավոր զոհեր, միլիոնավոր փախստականներ գիտություն չունենալու համար։ Քրիստոս երբ որ նոր ուխտը դրեց, հին ուխտը, դա ստվերն է նոր ուխտի, որ Տերը ինքը ասեց, նոր ուխտ պիտի դնեմ, իմ օրենքները պետք է դնեմ նրանց սրտերի մեջ։ Հներն անցան, անգամ ասում են, հինը մեռավ, չկա, այլ չի վերականգնվելու։ Եվ երրորդ տաճարի մասին, որ ուզում են Երուսաղեմում հիմա շինեն, գրքում չկա։ Գրքում չկա։ Բայց հրեաները, քանի որ Հիսուսին չեն ընդունում, ոչ թե բոլոր հրեաները, իհարկե, էլ կարող չշեշտեմ արդեն, որ կան նրանց մեջ Քրիստոսին ընդունած նվիրված մարդիկ։ Բայց հիմնական մասը, որ մինչև այսօր 2000 տարի մերժել են Քրիստոսին, նրանց ուշք ու միտքը դեռ հին ուխտն է տաճար պիտի շինվի։ Մի անգամ քանդեցին բաբիլոնցիք, շինեցին, երկրորդ անգամ քանդվեց հռոմեացիների կողմից մեր թվարկության մոտ 70 թվին, որը Հիսուս ասել էր, պետք է քանդվի։ Ու տենց էլ չերել է 300 քանի թվերին մի անհավատ մարդ։ Այսինքն Կոստանդինոս կայսրը ինքը ընդունեց քրիստոնեություն, իր մայրը
եւ այլ, հետո որ պետք է այդ պատմությունը պատմենք, իր մահից հետո իր եղբոր որդին նստեց իր փոխարեն։ Ինքը կատարելապես մերժեց քրիստոնեությունը, անցավ հեթանոսության, արևապաշտության, կռապաշտության եւ հանկարծ այդ կռապաշտը որոշեց տաճար շինի։ Տաճար շինի, բայց Տերը անգամ Դավիթին թույլ չտվեց տաճար շինելու, որ Աստծո մարդ էր, մարգարե էր, ասես դու կռվի մարդ ես, դու արուն ես թափել, քո նման մարդը չի կարող տաճար շինի, այ քո որդի Սողոմոնը ինքը չի մասնակցել պատերազմի, ձեռները սուրբ են, թող ինքը տաճարը շինի, եւ Սողոմոնը շինեց, իհարկե Դավիթի թողած բոլոր հարստությունով, տոնաներով, 100 տոնաներով ոսկի տվեց Սողոմոնին իշխանների հետ միասին, որպեսզի տաճարը շինվի։ Տաճարի պատերը ոսկե պատեր, ներսրբության սրբոցը, ոչ թե մենակ, ոչ թե գաճեր։ Եվ այդպես հանկարծ պիղծ մեկը, հեթանոս մեկը ուզում է տաճար շինել։ Տաճար շինել եւ հետաքրքիր բան եղավ։ Կեսից, շինության կեսից երկրաշարժ եղավ, այդ իրանց շինածը գետնի տակ իջավ, Աստված չթողեց շինեն, գետնի տակ իջավ, այդ շինարանները բոլորը գետնի տակ իջան, ինքն էլ սպանվեց, էլ չեմ ասում որտեղ, այդ կայսրը, եւ այդ ժամանակից հետո էլ 4 դարից հետո ոչ մեկ չի վիզ վերցրել, որ տաճար շինի, մեկ էլ 21-րդ դարում ուզում են տաճար շինեն, ինչու, որպեսզի մենք չենք կարող պաշտենք Աստծուն, ասում են, զո պետք է ըստ օրենքի իրանց ուխտի, ամեն օր զո պետք է մատուցեն Աստծուն, բայց չի ստացվում, որտեղ տաճար չկա, ուրիշ տեղ իրանք չկա երկրպագություն անելու, զո անելու։ Եվ տեսած կլենք, որ բերել են կարմիր կովեր, բաներ, որ զո անեն, ու ֆերմա են բացել, որ միայն դե կարմիր կովեր են բազմանում, որպեսզի ամենօրյա իրանց զոհերը, ամեն անգամվա զոհերը տարեկան, ամսական, շաբաթական, օրական զոհերին թիվը հերիքի։ Ասենք սա ինչ է նշանակում։ Նշանակում է մերժել Քրիստոսին, Քրիստոսի խաչը զոհ լինելը, մերժել Քրիստոսի թագավոր լինելը, մերժել Քրիստոսի քահանապետ լինելը, մերժել նրա արունը, որ թողության համար է։ Մենք մեր կովերը, Քրիստոս մեզ պետք չի։ Սա ուխտազանցություն է, ինչպես գրված է Դանիելի մարգարեությունը, որ Հիսուս ասաց, կարդացողը մտածի։ Սա ուխտազանցություն է։ Եվ ցավալին գիտեք նաև ինչ է, միլիոնավոր քրիստոնյաներ, որ ասում են ժերտվաներ են անում, զոհաբերություններ են անում, գումարի և տարբեր, որպեսզի Երուսաղեմում շինվի տաճար, որովհետև ասում տաճար պետք է շինվի և ճշմարիտ երկրպագություն պետք է սկսվի, փաստորեն Հիսուսի երկրպագությունը, Հիսուսի նոր ուխտը հեչ, ճշմարիտ երկրպագությունը ասում ենք հին ուխտով, որը Աստված քանդել է, այս ինչ հայտարարություն է քրիստոնյաների բերանով։ Իրենք են ասում, մենք օգնենք, որ տաճարը շինվի, որտեղ մինչև տաճարը շինվի, Հիսուսը չի գա։ Այդ որտեղ է գրած։ Սա խոսը մի տաճարի մասին, որ սուտ են մեկնում և դժվարությունը ինչու՞մն է, ինչու է այս պատերազմը, ինչու է այս չարիքը, գիտություն չունենալ, լոկ նոր կտականը, նոր ուխտը չընդունելու համար այս։ Բայց վերջում ինչ, Դանիել մարգարեության մեջ գրած է, մեր տնջենական զոհի հետ ամբարշտություն պետք է անեն, Քրիստոսի հետ։ Էլ Քրիստոսի մասին ինչ կեղտոտ ֆիլմեր ասես հանեցին, նկարներ ասես հանեցին, մերժեցին, տաճարի շինությունն էլ նոր ուխտը մերժելու նշան է, ապացույց է։
Երբ որ շինվի տաճարը, սա է ասում, մենք մերժեցինք Քրիստոսին, ահա պաշտամունք, ահա տեղ, աշխարհ եկեք ստի ավելի շատ։ Քրիստոնյաներն ուրախանում են։ Քրիստոնյաները Դանիելի ասած ուխտազանց քրիստոնյաներն են, որոնք դատվելու են, որոնց Աստված դատելու է։ Ով քրիստոնյա դու ես, Հիսուսի զոհը թողես ուրախանաս կովերի զոհով։ Հետո կաս չէ մենք չենք թողե, ուղղակի որ գրված է, որտեղ է գրած է Սուրբ Ասամ։ Ասում բա Թեսալոնիկեցի երկրորդ գլխում գրած չի որ ները պետք է գա նստի տաճարում։ Այս որտեղ է գրած քարե տաճարում։ Ները արդեն նստել է տաճարում։ Քրիստոնեական շատ եկեղեցիներ, որ համարում են Աստծո տաճար, ների օրենքն են անդեգործում, ներն է նստի արդեն ները նստած է տաճարում։ Քրիստոնեական եկեղեցիներում, որտեղ եկեղեցին է տաճար, կենթանի տաճար, ժիվոյ, ասենց ասած։ Եվ ինչ քրիստոնյաներ ուրախ են, որ հեսա տաճարա շինվելու։ Քրիստոսի մերժման նշանը, Քրիստոսի քահանայության մերժումը, Արոնի մերժումը, նոր ուխտի մերժումը։ Էսա ձեր քրիստոնեությունը այսքան ժամանակ ձեռք բերածները։ Այո, կան քիչ խմբեր, որոնց մասին մենք չգիտենք։ Եղիան ասեց. ես եմ մնացել մենակ, քո բոլոր սուրբերին մորթեցին, կերան, սպանեցին։ Միայն ես եմ մնացել եւ ինձ էլ ուզում սպանեն։ Աստված ասեց, ես պահեցի 7000 մարդ, որոնք բահաղին չերկրպագեցին։ Բահաղը գիտեք որն է։ Բելը այն որ Իրանը վառեց։ Հիշում եք, այդ դրան որ չերկրպագեցին։ Մնացած բոլորը դրան են երկրպագում։ Հիմա էլ կան խմբեր, եկեղեցու խմբեր, որոնք այդ չարիքի մեջ չեն թաթախվել, որտեղ հարության համար դեր ընտրյալ ժողովուրդ հապահ է, որ հարության մասնակցեն։ Դրանցից մեկը կարող է ասել, դու լինես, որտեղ ճիշտ ուսմունք գիտես։ Այս ուսմունքը չունենալու համար հսկական համաշխարհային պատերազմ է սկսվել։ Մի հատ մզկիթ պետք է քանդեն։ Աթո մնա իր համար այդ մզկիթը Աստված մեկ անդ չի երկրպագվելու։ Ինչ եք այս պատերազմը շինել, մզկիթը քանդեք, տաճար շինեք։ Ես ուզում եմ անցնել արդեն այս տիրոջ գիտություն է պետք։ Մարդը որ ուզում է Քրիստոս ճանաչել, ուշադրություն դարձեք ինչ է ասում։ Ասում է եւ հենց այս ամեն բանն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցա եւ աղբ եմ համարում, անգամ համարցակում է տենց ասել։ Աղբ եմ համարում, որ Քրիստոսի շահեմ։ Եթե դրանցով տարվեմ, Քրիստոսին կկորցնեմ։ Կյանքը կկորցնեմ։ Հավիտենական են այդ կյանքը։ Շարունակենք եւ նրանում գտնեմ ոչ թե իմ արդարությունը ունենամ, որ օրենքիցն է, այլ այն, որ Քրիստոսի հավատքիցն է։ Այն արդարությունը, որ Աստծուց է հավատքով, որ ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը, ուշադրություն, ամեն ինչ անում եմ, որ հասնեմ այս հարցի, ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը։ Եվ նրա չարչանքին մասնակից լինելը, նրա մահվան կերպանակից լինելով, որպեսզի մեռելների հարության հասնեմ։ Այս կամը չանենք մեռելների հարության չենք հասնի։ Հատը քրիստոնյաները սպասեն, թե հարության օր իրանք հարցն են առնելու։ Քրիստոսին չճանաչեցին, մեռելների հարության չեն հասնի։ Օրինակ, ասենք մեկ էլ տեսնում ես, այսպիսի բան են ասում։ Քրիստոսին հակառակ բան, ասում խմելը մեղ կա։ Ես չեմ ասում, խմեք, հարբեք։ Ինձ հետաքրքիր էլ չի։ Չեմ էլ խմեմ ես։ Բայց ես այն չի, որ ես խմիշք եմ ուզում,
տեղավորել եկեղեցու մեջ, չէ։ Բայց սա է։ Ասում եթե դու ասում ես խմիչքը մեղք է, խմելը մեղք է, այ անգրագետներ, դուք ինստինկտիվ Տեր Հիսուսին անպատվում եք, որովհետև Հիսուսը խմել է։ Անկամ ասում Հիսուսին ասեց Հովհաննեսը չէր խմում, ասում են դև կա մեջը։ Ես եկել եմ խմում եմ, ասում են մեղավորների, մաքսավորների ընկեր։ Բայց ասում իմաստությունը արդարացավ իր որդիներից։ Հիմա սա է։ Մի հատ որ խոսում ես, մտածում որ խոսալի, դու որ խմելը մեղք ես համարան, դու մեղադրում ես ինքան Քրիստոսին։ Այս մարդը չի ճանաչում Քրիստոսին, ուզում է 100 տարի թող իրենց մոտ ժողով անեն։ Մի ռուս եղբայր, Ռուսաստանի մի քաղաքում ասեց, եղբայր ջան, ախր գիտես ոնց է, մենք էլ ենք հասկանում, որ այտենց է քո ասածնա, բայց եթե ասենք խմել ընդհանրապես մեղք չի, հարբելը, որտեղ գրած է հարբեցողություն, ոչ թե ընդհանրապես բերանին խմիչք տալ։ Տերունական ընթրիքը գինիով ենք անում։ Ասում ռուսների մեջ այնքան մարդիկ կան, որոնք որ բավականամիկում խմեն բացվում են։ Այդ ժամանակին ուժեղ խմողներ են, էլի հազիվ ապաշխարն են։ Չասենք էլի մեղք չի, որ նորից չբացվի իրանց ախորժակ ոնց է գնան։ Դե լավ է էլի։ Ինչ այնքան ալկաշ չդառնա, ես պետք է Աստծո առաջ սուտ խոսամ, սուտ օրենք դնեմ եկեղեցում, խմելը մեղք կա, որ ինչ այդ մարդ կարող ալկաշ դառնա։ Դա չդառնա։ Տերը ասել է, եթե ձեռդ քեզ գայթակղեցնել կդրի քիչ աش ձեռդ, աշկդ գայթակղ հանի քիչ, ոտը այդտեսները ընդհանրապես չխմեն։ Ոչ թե մենք սուտ խոսանք, Քրիստոսին մեղավոր ճանաչեցնել տանք, ինչա մի քանի մարդ կարող ալկաշ դառնան։ Դա չդառնան, դա ապաշխարեն։ Իրանց համար ստախոս դառնան, եկեղեցի ստով լցնենք։ Եվ ուրիշ բաներ էլ կա սենց։ Եթե մեկը չի ճանաչում Քրիստոսին, կյանք չունի։ Այդ ուրիշ տեղերը կարդամ։ Հարության չի հասնի։ Եվ Հովանում 17:1-ից 10 եմ կարդում, Հիսուսը խոսեց իր աշկերը բարձրացրեց աղոթքը, քանապետական աղոթքն է Հիսուսին։ Դեպի երկինք եւ ասաց. Հայր, ժամը հասել է, փառավորի քո որդուն, որ քո որդին էլ քեզ փառավոր է։ Ինչպես նրան իշխանություն տվեցի ամեն մարմնի վրա, որ հավիտենական կյանք տա, այն ամենին, որ տվի նրան։ Տեսեք, ինչի մասին է խոսքը։ Հայրը իշխանություն է տվել Հիսուսին, որ ամեն մարմին, իհարկե որ իրան հավատան, շարունակության մեջ ասում է, իրան ընտրի, հավիտենական կյանք տա։ Տնես չի, որ դու քո համար մանգաս մենք եթանք պարկենք, քնենք, գործի եւ այլ, մենք այդ տենանք Հիսուսը հավիտենական կյանքը թք դրեց մեր մեջ։ Չէ, շարունակության մեջ տեսեք ինչ ասում։ Որն է հավիտենական կյանք։ Հավիտենական կյանք տա։ Եվ ասում է, սա է հավիտենական կյանքը երրորդ խոսքում, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված եւ նրան, որին ուղարկեցի Հիսուս Քրիստոսին։ Եթե Աստծուն չճանաչեն, Հիսուս Քրիստոսին չճանաչեն, հավիտենական կյանք չունեն։ Շատ պարզ ասված։ Շարունակությունների կարդամ։ Ինչպես է որ մեկը գալիս ասի, օրինակ ասենք, միրածը խիստ խոսեց, որ Հիսուսի խստությունը լսեք։ Չէ, մենք ուզում ենք Հիսուսի նման, նրանք չեն ճանաչել Հիսուսին։ Մենք եթե, օրինակ, մեկի տանունը տան, որի տանունը տան, Արմենի անունը տան, ինքը վիզ վերցրեց չի նեղանա ուրեմն։ Ես ասում եմ, Արմենը շեք մազերով տաղայա։ Մարդիկ ինչ կասեն ինձ, կասեն, չէ, չես ճանաչում իրան։ Կամ են Արմենը շատ խելոք, երբեք չես տեսնի բարձր խոսած։ Բայց ես ասում չեք խոմ տեսե, ուրեմն չես ճանաչում Արմենին։ Եթե մեկի Քրիստոսին չգիտի ինչպես որ է, նա կյանք չունի, դու Քրիստոսը գոռացել է լա,
բարգացած էլ է խոսել, իժերի ծնունդել է ասել, մտրակը շինեց տաճարի մաքրեց մարդկանց ու անասուններից, թռչուններից, ասեց իմ հորս տունը ավազակների որ չեք արել, խփելով անեց։ Էսա քո ճանաչողությունը, գիտես Հիսուսը խելոք, հանգիստ, մի հատ այնքան որ մենակ կամաց քարոզ էր անում, հա։ Եթե մեկն բարձրանի, չէ, Հիսուսի նման չի։ Չի ճանաչում եմ այդ մարդը, Հիսուսի ով լինելը չգիտի, ինչպիսի լինելը չգիտի, չգիտի Հիսուսի գործերը, չգիտի Հիսուսի քարոզները, չգիտի Հիսուսի վարմունքները։ Հիսուսը մեղք չէր գործում, բայց շատ ուժեղ բարկություն ունի։ Այն աստիճան, որ իր բարկությունը թույլ է տալիս, որ մարդիկ հավիտենական տանջվեն, այդ ձևի պատիժ տան։ Մին չնայենք Հիսուսի որպես խոնար, խելոք մեկ է։ Խելքով է, խելոք չի, չարություն չի արել, մեղք չի գործել։ Ասում է պատկերացած ձևերով նոր Հիսուս չշինենք մեր համար։ Ոնց կա գրած այդ Հիսուսի ճանաչեք, չէ, կյանք չունենք։ Էս է Հիսուսը, որը ներկայացված է ավետարանով։ Մենք մեր պատկերացիք, ես ուզում եմ գամ, ստե հանգստանամ, հաճույք առնեմ, հաճույքով գնամ գամ, ես չեմ ուզում բարձր խոսք լսեմ, խիստ խոսք լսեմ, հանդիմանություն լսեմ, բարկություն լսեմ։ Տերն հայտության մեջ ասեց, շատերը քեզ նեղացած են, որտեղ դու հանդիմանել ու խրատել ես, չեն ընդունում, բայց ես իրաց կդատեմ, որտեղ դու ճիշտ ես հանդիմանել։ Ինչ չի դատելի, որ բարկացած եմ խոսել։ Որտեղ մենք չենք եկել, որ մեր Հիսուսը դառնա այն անձը, որը մենք ենք ուզում։ Մենք պետք է Հիսուսին ճանաչենք այնպես, ինչպես որ ինքը կա, ոչ թե մենք նոր Հիսուս սարքենք մեր համար։ Եվ այ վկա կոչվածները ասում են, չէ, Աստված չի դատելու, ինքը սիրո Աստված է, ինքը պատիժ չի տալու, ոնց կնի սիրո Աստվածը կրակ գցի մարդկանց։ Ասում եմ, ձեր քարոզած Եհովան մեր Եհովան չի։ Աստվածաշնչի Աստվածը չի, ձերը հնարած Եհովա է։ Թեկուզ Եհովայի որոշ գործեր իրան վերագրել եք։ Աստվածաշնչի Եհովան ջրեղեղ արեց, մարդկանց պատիժ, Սոդոմ Գոմորը վառեց։ Եվ այլ, ինքը պատիժ տվող նաև Աստված է։ Ձեր Աստվածը Եհովան չի։ Սուտ մի խոսեք, մի խաբեք այս ժողովրդին։ Կարծում եք, թե Եհովայի վկաներ եք, բայց գիտես ինչ, մի անգամ սուտ վկաներ եք, ինչու վկանով է, ես ասում եմ վկայի, այն օրը որ ինչ տեսար ստեղ, ասենք, այն որ պատը քանդվավ, ով կա վկա, ձերա բարձանում տիկոն։ Տիկոն ձերանի վկայի, դու ասում ես վկա եմ, մատ վկայի ոնց պատը քանդվավ, ընդ չեմ էլ է, բայց չես ձեր բարձացնում որպես վկա։ Մա Եհովայի վկաներ ասում են, տեսիք Աստված չի տանում, երաշխ չի տալու, մարգարեություն չի տալիս, հրաշք չի անում, չի խոսում մարդու հետ, բայց դու ինչի վկան ես, քո անունը հակառակ է քո ուսմունքին։ Դու որ վկա չես ոչ մի բանի, ինչ եք ձեր անունը վկա դրել։ Դեր ձեզ օրհնի, նաև շարունակում եմ ու վերջացնեմ։ Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված եւ նրան, որ ուղարկեցի Հիսուս Քրիստոսին։ Այսինքն ճանաչեն, նոր կյանք կունենա, չեն ունենա։ Եվ ասում է, ես քեզ փառահոս երկրի վրա այն գործը կատարեցի, որ տվիր ինձ որ անեմ։ Եվ հիմա փառավորին ինձ Հայր, քեզ մոտ եղած այն փառքովը, որ աշխարհի լինելուց առաջ ունեի քեզ մոտ։ Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որ աշխարհից տվիր ինձ, քոնն էին եւ ինձ տվիր նրանց, եւ քո խոսքը պահեցին։ Հիմա իմացամ, որ այն ամենը, որ ինձ տվիր, քեզանից է, որտեղ այն խոսքը, որ ինձ տվիր, ես նրանց տվի, եւ նրանք ընդունեցին եւ ճշմարտությամբ իմացան, որ քեզանից դուրս եկա եւ հավատացին,
որ դու ուղարկեցիր ինձ։ Ես նրանց համար եմ աղաչում, ոչ թե աշխարհի համար, այլ նրանց, որ ինձ տվիր, որ քոնն են։ Եվ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, եւ ինչ որ քոնն է, իմն է, եւ ես փառավորված եմ նրանցում, եւ ես նրանց համար իմ անձը սուրբ եմ անում, որ նրանք էլ ճշմարտությամբ սրբված լինեն։ Ուրեմն ասեց Տերը 8-րդ խոսքում, նախ ամենքի համար չեմ աղոթում, միայն այն մարդկանց, ովքեր իրեն ճանաչում են, իրեն եկել են։ Ասում է, այն խոսքը, որ դու ինձ տվիր, ես նրանց տվի, եւ նրանք ընդունեցին եւ ճշմարտությամբ իմացան, որ քեզանից հելա եւ հավատացին, թե դու ուղարկեցիր ինձ։ Հիմա եթե մարդիկ չեն հավատում Քրիստոսը Աստծուց ուղարկված, ուզում են տաճար շինեն, երկրպագություն սկսեն, կյանք ունեն, չունեն։ Կյանք ունեցողները, կյանք, որ պետք է հավատան, կյանք ունեն, հավատան, որ Հիսուսը Աստծուց եկավ, եւ ինչ որ ասում են Աստծո խոսքներ, եթե չեն ընդունում Հիսուսին, որպես Աստծուց, ինչ փրկություն, չկա փրկություն, որտեղ Հիսուս ասեց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, մեկը չի կարող հոր մոտ գա, եթե ոչ ինձանով։ Տաճարով կովերով են ուզում հոր մոտ էթան։ Հա? Թե Քրիստոսով, որ միջնորդ դարձանքը մեր համար զոհվեց, կովը հավիտյանական կյանք չունի, որ քեզ հավիտյանական կյանք տա։ Հիսուսը հավիտյանական կյանք ուներ, զոհվեց, որպեսզի քեզ հավիտյանական կյանք տա։ Իսկ կասեն, ինչու էր առաջը դες կատարվում, որտեղ Մովսեսին ասեց, այն օրինակի պես, որ տեսար, այսինքն սա ժամանակավոր ստվեր մի հատ արարողություն է, որ մարդկանց որպես մի հատ փոքր օրինակ մակետ դաստա հասկացնի, հետո կգա ճշմարտը եւ Մովսեսը ինքը այդ օրենքը կարգ կանոն տվող ասեց, Աստված քո եղբայրների միջից մեկին կբարձրացնի, նրան հավատացեք, ով որ նրան չլսի, պետք է մեռնի։ Քրիստոսի մասին էր խոսում։ Ինչ որ ասի, նրան լսի ասեց։ Տերը ձեզ օրհնի։ Ուրեմն հավիտյանական կյանքը սա է, ճիշտ ճանաչել Քրիստոսին։ Սա ամեն չարիքը գիտություն չունենալու պատճառով է։ Բայց ավելի վատ չարիք կա։ Չճանաչեցիր, կյանք չունես, հավիտյանական տանջանքի վայր։ Դե գնա։ Աստված ձեզ պահապան։ Աղոթք անենք, վերջացնենք։